Հոկտեմբերի 13-ին Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում տեղական ինքնակառավարման մարմինները և Օրտ Գրուպ ՍՊ-ն հրավիրել էին հանրային լսումներ Կարմիր Սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ, որին մասնակցում էին Գինեվետի, Այգեզարդի, Նորուղու և այլ գյուղերի բնակիչները։ Ինքը փակ ցիկլով ցեմենտի գործարան է լինելու, ոչ թե արարացեմենտի պես բաց ֆիլտրացիոն համակարգը ավելի գեր ժամանակակից է լինելու, նոր սերնդի ցեմենտի գործարան է եւ ինքը բացարձակ ծխային արտանետում չի ունենալու։ Սա գործարանի մասով, իսկ հանքավայրի մասով ինքը բացահանք է լինելու, բացահանքի տարածքում չոր եղանակին, քամի եղանակին ջրցամեքենաներ են աշխատելու եւ ինչպես մեր գործընկերն ասեց, լինելու է եռաշետ բարձր ծառատունք, որը եւս կպաշտպանի փոշուց եւ ինչպես արդեն ասեցինք, ջրի հետ կապված ջրի նոր աղբյուր ենք բերելու, որպեսզի ջրի խնդիր բացարձակ չունենանք եւ ջրից օգտվեն նաեւ մեր համագյուղացիները։ Իսկ այդպես գործարան կա ոչ, կա Չինաստանում, ըստ աշխարհում շատ կա։ Չինաստանն աշխարհում 4-րդ ավտոպլատոցով երկիրն է։ Ովքեր են զբաղվում այս մարդկանց, ովքեր որպես հանգանում են ազատ են։ Դու ով ես որ մարդիկ։ Դու մասնակից ես, դեռ դե։ Լսումները դեռ չսկսած դահլիճում տիրում էր լարված մթնոլորտ։ Ֆինանսական հաշվարկը, ջուրը բերելը, մեքենաների սպասարկման կենտրոնը, այդ ամեն ինչը հաշվարկային կա, որ մենակ այդ ինչ հաշվարկ կա։ Ոնց է հաշվել, որ 25 միլիոնը, բա որ եղավ 30։ Այն 5 միլիոնը դրամասում թե չէ։ Այն ինչը որ մենք ասում ենք, որ էսի կատարել ենք, մենք անպայման դա կատարել ենք։ Եթե 25 միլիոն էլ անցնի, մենք պատրաստ ենք մեր այլ բիզնեսներից եւս ներդրում կատարել։ Բնակիչները հարցեր էին ուղղում Օրտ Գրուպ ՍՊ-ի ներկայացուցիչներին եւ արտահայտում էին իրենց մտահոգությունները։ Նրանց խոսքով հանքի շահագործումը սպառնում է ինչպես շրջակա բնությանը, այնպես էլ գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքների ապրուստին։ Մտահոգությունս հիմնականում նրանում է, որ հնարավոր է այստեղ շատ գեղեցիկ ներկայացվի, սակայն չի ներկայացնում լավ ինչ վնաս եք պատճառ։ Թե հետ ընդհանրապես վնաս չեք պատճառ։ Այդ վնասի չափը դուք հաշվել եք ինչքան է ձեր վնասի շարավիղը, քանի գյուղ է ներգրավելու մեջը, դրա հաշվարկը մի հատ մեզ ներկայացրեք, մենք հասկանանք, օրինակ դուք ներկայացնում եք այսքան միլիոն ներդրում, այս ներդրումների հետևանքով գյուղատնտեսությունը ինչքան մինուս կունենա, գուցե ավելի լավ էր դրա փոխարեն լոգիստիկ կենտրոն ենք կառուցենք եւ ավելի զարգացնենք գյուղատնտեսությունը եւ չունենանք այնպես մի իրավիճակ, որ հեռահար ժամանակ մենք անգամ դեմոգրաֆիական խնդրի առաջ կանանք։ Գուցե նման խնդիր այդ հարցերի պատասխանը դուք արդեն պիտի ունենաք, ստեղ մեզ ներկայացրեք։ Վեգետատիվ շրջանի բույսերի մասին հետազոտությունները բույսեր անցածանոց չէին հայտնաբերել։ Սեզոնը երբեք անգամ հայտնաբերել, որտեղ օգոստոսին ձեր մասնագետը ոչ վեգետատիվ շրջանում ուսումնասիրություն արի, հա, ես էլ գնա չորս ոչի բան չեմ գտի։ Բայց ես օգոստոսի 6-ին այդ էնդեմիկ բույսերը գտել եմ, որոնք ամբողջ աշխարհում մենակ այդտեղ աճում։ Եվ եթե COP-19 տարի է լինելու, մենք ես բնապահպանության ծրագիրը բերում համայնքապետի տեսնել, դա բնապահպանության սիրուն բաներ է Վաղ գանդավնը մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ չեն հայտնաբերվել։ Քննարկումը վերածվեց ակտիվ բանավեճի։ Տեղական իշխանության ներկայացուցիչը փորձելով կարգուկանոն պահպանել հայտարարեց հանրային լսումների դադարեցման մասին։ Հավաքված մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունները, ասելով, թե հարցեր տվեցին, բայց լիարժեք պատասխաններ չստացան։ Խոսք տվեցին, որ ելույթներ կլինեն, բայց ելույթներ եւս չեղան։ Ուրեմն անցած տարի Օրտ ՍՊԸ-ն, այս տարի Օրտ Գրուպ ՍՊԸ-ն, բարձա չէ, որ նույն մարդիկ են, եկեք տրամաբանենք հեշտորեն։ Անցած տարի Օրտ Գրուպը Օրտ ՍՊԸ-ն դիմել էր մեր մոտ հանքարդյունաբերման համար Կարմիր Սարում, բայց զուգահեռ դեռ հանքարդյունահանման թույլտվություն չստացած, էլի ինչ որ շարունակվում է ցեմենտի գործարանի մասին
լուր, էլի շահարկվում է ինչ-որ հուշագրի մասին թեմա, որը չենք հասկանում, եթե դուք չունեք հանքարդյունահանման թույլտվություն, ինչ հուշագրի մասին է խոսքը 10% եկամտաբերության շահույթի ուղղման համար։ Այս տարի էլի նույն մարդիկ, Ord Group Սպան, տնօրենի անունն էլ կնշեմ, այնտեղ սիրուն կանգնած է Սամվել Օրդոխանյան, իրենք դիմել են էլի Կարմիր Սարում կրաքարի հանքի համար հայտ ներկայացնել ու այս տարի, ինչպես անցած տարի, այս տարի ես կասեի մի քիչ ավելի հետաքրքիր ստացեց, որ ես գոնե ներսում էի, որովհետև ես որպես համայնքի շահագրգիռ անձ, չգիտեմ ինչի բոլորը պիտակավորել են, որ ես ինչ-որ մեկական եմ, ես ուղղակի ապրում եմ Սարին շատ մոտ, ես չեմ ուզում եւ իմ ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ես չեմ ուզում, որ այս գյուղատնտեսական գոտում լինի փոշի, ցեմենտ։ Իմ papan օրինակ չի պատրաստում աշխատի ցեմենտի գործանում։ Օր-ծերություն ոչ մեկը ստեղ չի աշխատելու ցեմենտի գործանում։ Երիտասարդներին հարց կա, իրանք ուզում են աշխատեն ցեմենտի գործանում։ Այսօրվա լսումները ըստ էության կայացված լսումներ չեն, որովհետև խոչընդոտվել են ոստիկանության մարմինների կողմից, մարդկանց մուտքը, մարդկանց ելույթ ունենալը այդ լսումների ընթացքում, տարբեր մարդկանց բերեն նստացրել են ու ամեն մեկի խոսակցության ընթացքում կոմենտներ էին անում ու ընդհատում էին, որպեսզի խառնաշփոթ առաջանա։ Եվ բանը շատ կանխակալ վերաբերմունքը բանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների կողմից։ Ինչպես նախորդ ժամանակ, անցյալ տարի, այնպես էլ այս անգամ գյուղատնտեսության եւ բնապահպանության կառույցի այդ բաժնի ղեկավարը համայնքի փոխանակ գյուղատնտեսության շահերը ներկայացնի, բնապահպանության շահերը ներկայացնում է ընկերության շահերը, խոսում է ինչ-որ մի համաձայնագրից, մի կազմակերպության հետ, որը ոչ թույլտվություն ունի, ոչ ընդհանրապես որևէ գործունեություն այս տարածքում ներկայացնում, ոչ մի բառ չխոսվեց այս գյուղի բնակիչների, այս գյուղի օդի, ջրի, գյուղատնտեսության զարգացման, ոչ մի բանի մասին։ Մենք շատ բան օրինակներ ունենք, բացասական օրինակներ ունենք, օրինակ Գնդեվազում։ Շինարարական աշխատանքների արդյունքում 12 թվականին այդ պայթեցումների արդյունքում ամբողջ փոշին նստեց Ծիրանի այգիների վրա ու ներթափանցեց Ծիրանի պտուղի մեջ։ Եվ այդ 2 տարվա բերքը, 2 տարի տեղ շինարարություն եղավ, կիսատ պրոտ թողեցին, հետո ընդհանրապես դադարվեց, հիմա նորից են սկսել։ 2 տարվա բերքը ամբողջ 100% թափվել է, նույնիսկ ոչ կարողացել են վաճառել, ոչ ուտել, նույնիսկ օղի թորել հնարավոր չի եղել, որտեղ դա լրիվ թունավորված, փոշին մեջը ներծածված միրգ է եղել։ Մի քանի հարցեր եմ ուղղել, որոնց պատասխանները այդպես էլ չհնչեց, հանրային լսումներին ինչ էր քննարկվում։ Ըստ էության ինչ է քննարկվել, չի քննարկվել հանքի բացման նախագիծը, նրանք պատասխանում էին, որ դա դեռևս պատրաստ չէ, երբ որ կստանանք թույլտվությունը, նոր հանքի բացման նախագիծը կներկայացնենք, ինչը խելամիտ չի, որովհետև թույլտվությունը ինչի հիման վրա են տալիս կամ ինչի հիման վրա են մերժում թույլտվությունը, հա? Նախագծի հիման վրա թույլտվությունը տրվում կամ չէ։ Եվ եթե խոսում են հանքի մասին եւ միևնույն ժամանակ չեն խոսում, որ այնտեղ այդ քարերը հանեցին, փորելով հանեցին, թե պայթացնելով հանեցին, որովե կերպ բաց հանքը սկսեց գործել։ Լավ, այդ քարերը, այդ կրաքարերը ինչ են անելու, եթե չեն խոսում նաեւ գործարանի մասին, այսինքն չկա նաեւ գործարանի նախագիծ։ Եվ այս տրամաբանության շրջանակներում որքանով է իրավաչափ Վեդի համայնքի հուշագիրը կնքված տվյալ կազմակերպության հետ եւ առհասարակ այս մոտեցումներով սա ընդհանրապես ոնց կարելի է համարել հանրային լսումներ։ Սա քաղաքացիներին լրացնելու փորձ էր, ակնհայտորեն դրված էր հանրային լսումներ, ոչ պատշաճ իրազեկում էր եղել։ Քաղաքացիներն էլ հավաքվելուց հետո հարցադրումներ անելու հնարավորություն չունեցան։ Շատ քաղաքացիներ, շատ փորձագետներ, ներդրողներ, գյուղատնտեսներ եւ շահագրգիռ բոլոր կողմերը չկարողացան իրենց կարծիքը ընդհանրապես արտահայտել։ Սա ազատ խոսքի սահմանափակում էր, սա լրացման փորձ էր, սա ընդհանրապես որևէ աղերս չունի հանրային լսման հետ։
Մինչդեռ Օրդ գրուպից հայտնում են, հանքի շահագործումը բնությանը վնաս չի պատճառի, ընդհակառակը կբացվեն հարյուրավոր աշխատատեղեր, խմելու ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ չեն առաջանալու Գինեվետում եւ հարակից բնակավայրերում։ Մարդիկ այո, իրենց վախը կա, բայց քանի որ իրանք դեռ ծանոթ չեն ծրագրին, դեռ ծանոթ չեն արտանետումներին, դեռ ծանոթ չեն ընդհանուր ծրագիրը նոր մշակվում է, երբ որ համայնքը տա դրական եզրակացություն, դրանց հետ ամեն ինչը կմշակվի, դրանց հետ առաջնի կգնա, ու ինչ հարցեր կան փակ, ովքեր մտավախություն ունեն, իմ կարծիքով իրենց մտավախությունները չեն լինի։ Իսկ ինչ դրական ազդեցություն է դա թողնելու բնակիչների համար։ Բնակիչների համար առաջինը սոցիալապես ծրագրերը, բնակության զարգացումը, բնակության շարժը, աշխատատեղերը, ինչպես նաև մենք ունենք նախնական համաձայնություն բացի սոցիալական վճարների ծրագրերից ու աշխատատեղերից, ինչպես նաև բնակչության համար մենք այդ մեր արտադրանքը տալու ենք այլ ձևաչափով։ Մենք համայնքի հետ զրուցել ենք, համայնքը ունի բավարարված ջրային պաշար բնակչության եւ գյուղատնտեսության համար, սակայն իրենց հետ քննարկելով այն ջրագծերը, որ մենք կառուցել ենք արտադրամասի համար, մենք իրենց ավել ջրագծեր են կառուցելու, որը տալու ենք բնակիչներին եւ այգիներին ըստ համայնքի կողմից որոշված շրջանակներում։ Իսկ շրջակա միջավայրի նախարարությունը ինչպիսի արձագանք է տվել ձեր այս որոշմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը կտա արդեն մեր որոշմանը ընդհանուր ծրագրին ծանոթանալու ամբողջ ուսումնասիրությունը վերջացնելուց հետո։ Այնուամենայնիվ բնակիչների դիրքորոշումը հստակ է։ Կարմիր Սարը պետք է դուրս բերվի շահագործման ծրագրերից, իսկ իրենք պատրաստ են պայքարը շարունակել։ Բայց չենք թողալու։ Սենց էլ չի էլի, ժողովուրդ, կան կոնվենցիաներ, կան միջազգային հարթակներ։ Տես ինձ հենց դե ասում եք, համայնքապետարանի աշխատող ինձ ասում է գնա քո Դանյան։ Ինքը իր պատասխանը կստանա դրա համար։ Իմ Դանյանն է, էս էլ իմ երկիրն է։ Ես երբ գնացել եմ այս երկրից, ես երկիր չեմ խռովել, դրա համար այսօր եկել եմ, ներդրում եմ անում։ Դրա համար ես մարդկանց ասում եկեք արեք։ Ես լավ ընկերներ ունեմ, որ բոլորին ոտքի հանե, որ պետք է գային ներդրումներ անեին։ Բայց հիմա բոլորն ասում են լավ, որ դու ես այդ վիճակին, էլ մենք գանք այդտեղ ինչ անենք։ Հասկանում եք ինչ վնասներ են սրանք արդեն հասցնում։ Չենք հուսահատվելու, որտեղ հուսահատությունը մեղք է։ Մենք պայքարելու ենք, քանի որ շարժումն էլ կուսակցական չի, այլ հասարակական է, ուզում եմ ասեմ մեր ձևով կանենք։ Ու այս մեր երկիրը կանենք։ Լավ կլինի։ Դե միջևերջ գնալը որն է, եթե մենք ունենք արդարադատություն, ունենք օրենսդրություն եւ պետք է օրենսդրությունը խախտվի, ուրեմն դա լուրջ հազանգ է ընդհանրապես Հայաստանի արդարադատության, ես կարծում եմ այդպես չի լինի, մենք պայքարելու ենք եւ թույլ չենք տալու, որ ով ուզի գա մեր գլխին ինչ ուզի անի, մեր փոխարեն որոշի, մենք ոնց ապրենք, ինչով զբաղվենք, մենք ենք որոշելու։ Հիշեցնենք, դեռ նախորդ տարի նույն ընկերության կողմից ներկայացված ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության արդյունքում բացասական եզրակացություն էր ստացել, սակայն այս տարի նույն ծրագիրը կրկին շրջանառության մեջ է դրվել։ Համայնքի կողմից դրական պատասխան ստանալուց հետո ընկերությունը պետք է փորձագիտական հետազոտություն իրականացնի եւ երկրորդ հանրային լսումը հրավիրի։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։